Երևանի Թումանյան 41 հացեում բացվել է երեխաների համար նախատեսված Արևիկ գրատունը, որտեղ տեղի է ունենում ինչպես գրքերի վաճառք, այնպես էլ կրթական և ժամանցային ծրագրեր։ Նորաբաց գրատունը նպատակ ունի աջակցել փոքրիկների ստեղծագործական և ինտելեկտուալ զարգացմանը, ապահովելով բազմաբնույթ միջավայր։ Արևիկ հրատարակչությունը մանկական հրատարակչություն է եղել և կա առ այսօր Արևիկ հրատարակչությունը առաջին և միակ մանկական հրատարակչությունն է և ես չուզեցի խախտել, ես գերադասում եմ հավատարիմ մնալ հրատարակչության ուղուն, հրատարակչության միտումներին և իսկապես գրախանութը, գրատունը կլինի միայն մանկական միջոցառումներով, մանկական դասընթացներով և աշխատարաններով երեխաները կսովորեն ինչպես պատմություն գրել, ինչպես նկարազարդել և կստեղծեն ընթացքում գրքեր, հենց իրենք կստեղծեն գրքեր համաձայն ինչ-որ պատմությունների։ Սա շատ կարևոր է, որովհետև այստեղից կարող են ծնվել ապագա մանկագիրները, որոնց բացը այսօր շատ է մեր գրական դաշտում։ Գրատանը կազմակերպվող մանկական միջոցառումները նախատեսված են տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։ Մասնավորապես 2 տարեկանից սկսած առաջարկվում են մանկական յոգայի դասեր։ Գրատան եզակիությունը հենց նրանում է, որ երեխան այստեղ ոչ միայն գալիս է գիրք գնելու կամ կարդալու համար, այլև ներգրավվում է ստեղծագործական գործընթացի մեջ։ Գրատան եզակիությունը հենց նրանում է, որ այն միայն մանկական է, ուղղվածությունը, նաև նման չէ իր միջոցառումներով, իր աշխատարաններով, մենք չենք ստեղծել մի վայր, ուր երեխաներին կարող են բերել, թողնել, մենք զբաղվենք երեխաներով, ինչ-որ պլաստիլինից հերոսիկներ սարքենք և այլն և այլն, այստեղ երեխաները կրթվելու են, այստեղ երեխաները ընթերցելու են, այստեղ երեխաները լսելու են պատմություններ, դիտելու են ներկայացումներ, քննարկելու ենք հեքիաթներ, բազմաթիվ ամեն ինչ գրքի շուրջ, այսինքն լսելու ենք դասական երաժշտություն, չեմ կարծում, որ կա նման գրատուն, որտեղ դրանից կա այսպիսի կենտրոն։ Սա կոմերցիոն մի վայր չէ, որ ստեղծել ենք, սա իսկապես երեխաների համար մի օազիս է, մի տիեզերք, մոլորակ, որտեղ երեխաները պիտի գան և երջանիկ հեռանան։ Բացման արարողությանը ներկա էին մի շարք հյուրեր, այդ թվում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախաձեռնության հեղինակը նշեց, որ Արևիկը երկար տարիների երազանք է, որը ի վերջո դարձել է իրականություն։ Արևիկ գրատան միջոցառումների ցանկին կարող եք ծանոթանալ գրատան պաշտոնական ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերում։